Արջը և դաշնամուրը։ Մի օր առավոտում մի արջի քոթոտ գտավ մի բան, որ երբեք իր կյանքի օրում չէր տեսել։ Ինչ կարող է լինել այս տարօրինակ առարկան, մտածեց նա։ Ամաչելով նա իր կարճի թաթերով զգուշորեն մտվեց այդ շատ անծանոթ առարկային։ Բայց վերադարձավ հաջորդ օրը, որովհետև ինչ էր։ Տարօրինակ առարկայից սկսեցին գեղեցիկ, շատ գեղեցիկ հնչյուններ դուրս գալ։ Իսկ արջի քոթոթը մեծացավ, դարձավ մեծ, ուժեղ, գորշ արջ։ Երբ արջը նվագում էր, նա շատ երջանիկ էր։ Երաժշտության հնչյունները նրան անտառից դուրս էին տանում։ Մի հայր ու աղջիկ եկան անտառի բացատում։ Իսկական մարդու ոչ թե արջ հայր ու աղջիկ երեխեքն։ Նրանք առաջին ասացին, որ տարօրինակ առարկա դաշնամուր է կոչվում։ Նա ելույթ էր ունենում հսկայական մեծ դահլիճներում։ Նա այնքան ներշնչված էր տվարում և այնպես շնորհալի, որ արժանանում էր ոտնկայս ծափահարությունների և հանդիսատեսի բուռն հիացմունքի։ Վազեց անտառ, արջը բղավեց. «Սպասիր, ես զղջում եմ, որ հեռացա, խնդրում եմ, կանգնի»։ Բայց նրա ընկերը շարունակում էր հուզել։ Արջը հետևեց նրան, ավելի ու ավելի խորանալով անտառի մեջ։ Իսկ հետո նա տեսավ մի բան, որից գրթե մասերն իսկապես զսպիսկամեցին։ Արջին չէին մոռացել։ Ընկերները ոչ թե բարկացել էին, այլ հպարտ էին նրանով։ Արջը հասկացավ, որ անկախ նրանից, որտեղ էր ինքը կամ ինչ էր անում, ընկերները միշտ անտառում էին լինելու, որպեսզի հեռվից հետևեն իրեն։ Նրանք անգամ դաշնամուրն էին ապահով թերոտ վիճակում պահել, որպեսզի երբ ինքը վերադառնար, գտներ այն։